Արդեն 24 տարի բնակավայրը ոչ թե Խոջալու, այլ Իվանյան է կոչվում։ Արցախյան շարժման ակտիվիստ Ալյոշա Գաբրիելյանը հիշում է, խորհրդային իշխանության վերջին տարիներին Ավանում ադրբեջանցիների ներհոսք էր կազմակերպվում։ Արդյունքում Խոջալուն 2000-ից ավելի բնակիչ ուներ։ Դիմաշկի առաջ կատարվում էր Խոջալուի հզորացման Ադրբեջանի կողմից եւ ռազմական մեծ հենակետ դարձնելու գործողությունները եւ ինչքան մենք տանջահար էինք գնում, երբ ամեն անգամ ասկերանով ավտոշարասյունը օմոնականների ու ռուսական բանակի ներքին զորքերի օգնությամբ տեղափոխում եւ հզորացնում էին։ 1991 թվականին Խոջալուն ասկերանի համար մեծ վտանգ էր։ Կտրել էին հայկական Ավանի ջուրը, հոսանքն ու մայրաքաղաքին կապող ճանապարհը։ Ռազմական գործողությունների ընթացքում Խոջալուից կաթվածահար էր արվում Մարտակերտ ասկերան եւ ասկերան Ստեփանակերտ մայրուղին։ Մեջքից էին խփում, իսկ արշիվից արդեն ամեն օր աղդամից այդ հրոսակախմբերը փորձում էին, որ ասկերանի վնաս պատճառեն, ասկերանն որտեղ գրավեին, արանքից հանեին։ Այսինքն արանքից հանելով սա կնշանակեր, որ արդեն Խոջալուն իր տեղը, ասկերանն էլ արդեն չի լինում եւ ամիջապես արդեն Ստեփանակերտին կպած հարակից արդեն դառնում է արդեն երկու քայլ մինչեւ իրենց հաղթանակը։ Արցախի ինքնապաշտպանական ուժերը խնդիր ունեին ոչնչացնել ադրբեջանական կրակակետը։ Արթուր Հարությունյանը 24 տարի առաջ ասկերանի Վաշտի հրամանատարն էր։ Ամեն տարի Խոջալուի ազատագրման օրը ազատարարները միջազգային հանրությանը հիշեցնելու խնդիր ունեն։ Խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցքեր նախատեսված։ Պարտադիր պայմաններ միջանց թողնել, որպեսզի խաղաղ բնակչությունը անվնաս դուրս գային։ Հորդորը իրենց եղավ եւ բարձրախոսներով եւ ամեն ինչով մարդկանց զգուշացվեց իրենց, որ դուրս գան առանց կորուստների։ Եվ այդպես էլ տրվեց։ Գետի հենց երկայնքով մինչև Աղդամ այդ միջանցքը տրամադրված էր, որպեսզի անվնաս անցնեին ու գնային խաղաղ բնակչությունը։ Գնդապետ Հարությունյանն ավելացնում է, ազատամարտիկներն ապահովել են խաղաղ բնակչության տեղափոխումը։ Մարդասիրական միջանցքն էլ Կարկար գետի ուղղությամբ էր։ Որ մարդասիրական միջանցքի մասին Խոջալույում տեղյակ էին, փաստ է։ Ալյոշա Գաբրիելյանի խոսքով այդ մասին հետո նաև Խոջալույի նախկին քաղաքապետն է հայտարարել։ Ինչպես ինքը այն ժամանակվա ղեկավարը գործադիր իշխանության Էլմար Մամմեդովն է ռուսական լրատվամիջոցներում հաղորդագրություն տարածել, որ այո, իշխանությունները տեղական եւ ընդհանրապես Ադրբեջանի իշխանությունները գիտեին, որ միջանցք գոյություն ունի եւ հայերը հարձակվելու են եւ հայերը ասել են խաղաղ բնակչությունը իհարկե ապահովելու համար դուրս հանեն, բայց նկատառումներից ելնելով քաղաքական իհարկե այդ բանը չկատարվեց, թեկուզ մի մասը դուրս է եկել։ Արդեն 24 տարի պաշտոնական Բաքուն շահարկում է Խոջալույի ցեղասպանություն լեգենդը։ Արթուր Հարությունյանը վստահեցնում է, Խոջալույի խաղաղ բնակչությունը մարդասիրական միջանցքով է շարժվել դեպի Աղդամ։ Բարձվում է այնտեղ նրանց չէին սպասում։ Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը գնահատում է, Խոջալույի բնակիչներն Ադրբեջանի ներքին քաղաքականության զոհն են։ Մատնանշենք այն քաղաքական իրադրությունը, որ այդ տարիներին ստեղծվել էր Ադրբեջանում, փաստորեն Այազ Մութալիբովը խորհրդային ժամանակաշրջանից եկած վերջին կուսակցական ղեկավարն էր, որ այդ տարիներին կարելի ասել ինքնիշխան Ադրբեջանի նախագահ էր ընտրվել եւ բայց այդ ժամանակաշրջանում իրական տերետնորենը Ադրբեջանում ժողովրդական ճակատն էր եւ մեծ հակամարտություն կար այդ երկու ուժերի միջեւ եւ ուզում էր որպեսզի այդ ժողովրդական ճակատը իշխանության հասներ։ Հետեւաբար պետք էր ինչ որ առիթներ, որպեսզի մեղադրեին եւ կատարվեր, այդ առիթը եղավ Խոջալուն։ Իվանյանում այսօր հիշել են գյուղի ազատարարներին հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին։ Բորիս Ղահրամանյանը 9-րդ տարին է ղեկավարում Իվանյանի համայնքը։ Բնակավայրի ազատագրումից 24 տարի անց փաստում է, կառուցման տարիներ էին։ Մեր հանրապետությունում այն եզակի համայնքներից է, որտեղ բնակարանաշինությունը լայն թափ է ստանում տարի, ներկայությամբ համայնքում 10 տուն է կառուցվում, հիմնականում երիտասարդների կողմից, օգտվելով բազմաթիվ միշակ ծրագրերից կամ սեփական միջոցների հաշվին, վերականգնվել են 9 բազմաբնակարանոց շենքեր, որոնք մենակ պատերն էին, սևացած ռազմական գործողությունների հետևանքով, վերականգնվեց բազմաթիվ 200-ից ավելի առանձնատներ եւ բոլորն էլ բնակեցված են։ Համայնքի ղեկավարի խոսքով 1500 բնակիչ ունեցող Իվանյանում զբաղվածության խնդիր չունեն։ Միայն այս տարի գյուղում 9 ծնունդ են ունեցել։ Նախապատրաստվում են նորակառույց մանկապարտեզի բացմանը։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։